Հարգելի Տիկին Չարչյան, շնորհակալ ենք մեր հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ որ պատրաստ եք մեզ հետ խոսել սիրո մասին։ Սերը Նարինե Չարչյանի աչքերով։ Ես գտնում եմ, որ աշխարհի շարժիչ ուժը հետ սերն է եւ սեր տարածողները այդ կանայք են։ Աշխարհում սեր տարածողները կանայք են, տղամարդկանց մոտիվացիայի աղբյուրը, երեխաներին սեր տվողը եւ իհարկե կոչերը հայրենասիրության եւ չէ որ մենք ունենք Մայր Հայաստան արձանը, մենք գիտենք, որ մայրը ինչ կարող անի հանուն հայրենիքի եւ այլն։ Կինը տարածելով սեր եւ բարություն ըստ ինձ աշխարհի շարժիչ ուժն է եւ ես էլ եմ շնորհակալ, որ այս սիմվոլիկ օրը, այս գեղեցիկ օրը ինձ է կտրել, որպեսզի ես սեր պրոպագանդեմ։ Իտակիսյակ ես անում եմ դա, բայց իհարկե հիմա ավելի, այսպես ասենք, փակագծերը բաց կխոսեմ այդ մասին։ Ով է եղել ձեր առաջի սերը եւ ինչ զգացողություններ է թողել ձեր հոգում։ Естественно, իմ ամուսինը եղել է իմ առաջի եւ վերջի սերը։ Զգացողություններս այնպեսին են եղել, որ ես տարել եմ նրա կինը եւ տվել եմ նրան 2 զավակ եւ ամեն ինչ արել եմ, որ իմ ամուսինը երբևիցե չունենա որևիցե խնդիր, որը կարող է կապված լինի ինձ հետ կամ ընդհանրապես։ Աշխատել եմ լինեմ նրան ընկեր, սիրող կին, հոգատար կին, եւ ես որ ուղղությամբ նայել իմ ամուսինը, անգամ եթե դա իմ ուղղությունը չի եղել, ես իմ դեմքը ուղղել եմ այն կողմ, որտեղ նայում է իմ ամուսինը։ Հավատում եք, որ սերը հրաշքներ է գործում եւ երբևէ կերել եք աղի բլիթ, երազում, նայեք, ուրեմն սերը ոչ թե հրաշքներ է գործում, ուղղակի սիրող մարդը եւ այն մարդով սիրված է, ինքը լինում է շատ բարի, շատ պոզիտիվ։ Եվ եթե մարդը բարի է, պոզիտիվ է, естественно, բարություն է տարածում, դե բարությունն էլ այսօր հրաշքի պես մի բան է։ Իսկ ինչ վերաբերում աղի բլիթին, չեմ հիշում, 12 թե 13 տարեկանում եմ կերել, տեսել լրիվ ուրիշ մի մարդու, բայց ամուսնացել եմ լրիվ ուրիշ մի մարդու։ Այս այդ աղի բլիթի առասպելասույթը ինչ այդքան չեմ հավատում, ավելի շատ հավատում եմ սիրուն, երկու տարբեր սերերի մեջ, էներգետիկային իրենց, էներգետիկան եւ էմոցիոնալ դաշտը եթե համապատասխանեց, մարդիկ իրար կարող են սիրել։ Չեն սիրում մարդուն գեղեցիկ խթի, գեղեցիկ բերանի կամ չգիտեմ ինչի համար, սիրում են մարդուն սկզբում իհարկե վիզուալ պետք է քեզ հետաքրքրի, որ դու մի հատ խորանաս, բայց եթե վիզուալ հետաքրքրից եւ խորացար տեսար, որ այնտեղ դատարկ կա, ֆուտլյար է, ոչինչ չկա, չի կարա լինի սեր, բայց վիզուալ եթե մարդը քեզ հետաքրքրից, դուք նայեցիք մի ուղղությամբ, դու զգացիր այդ հոգատարությունը, ջերմությունը տղամարդու կողմից, որը յուրաքանչյուր կնոջ համար դա ամենա կարևորն է։ Եթե դու քեզ գնահատված զգացիր, եթե դու քեզ զգացիր սիրված կին, ինչքան էլ այդ մարդուն չսիրես, то есть չսիրելով, то есть չզգաս, որ սիրում ես, մի գեղեցիկ որ կհասկանաս, որ ինքը աշխարհում քեզ համար ամենաթանկ մարդն է։ Յուրաքանչյուր աղջիկ իր մանկության տարիներին երազում է սպիտակ ձիով ասպետի մասին, որը կգա եւ կփոխի իր կյանքը։ Դուք ունեցել եք նման երազանք եւ արդյոք երբեք հանդիպել ձեր սպիտակ ձիով ասպետին։ Честно говоря, այդ սպիտակ ձիով ասպետի չեմ հանդիպել, չեմ էլ հավատում, որ այդպիսի բան կա, ոչ էլ էйֆորիայի մեջ եմ եղել կա սպիտակ ձիով ասպետ, բայց միշտ իմացել եմ, որ ճակատագրի բերումով, կյանքի բերումով, բախտի բերումով, Աստծո կամոք այն տղամարդը, որ պետք է լինի իմ կողքին, իրավունք չունեմ ուղղակի թե ոնց կստացվի, որ կլինի իմ կողքին, դա էական չի, բայց եթե արդեն նա
իմ տղամարդն է, իմ ամուսինն է եւ ես պատրաստվում եմ ունենամ զավակներ եւ նրա հետ կազմեմ ընտանիք, ուրեմն նա պետք է լինի ամենալավը։ Եթե նա դաժե ինչ-որ ներքևում անգամ մեջտեղում է, հետագայում ինքը դառնում է ամենալավը, դառել է ամենալավը, դարձնում եմ ամենալավը։ Տարիների ընթացքում ինչպես է փոխվել ձեր ընկալումները սիրո հետ կապված։ Հիմա հավատում եմ, որ կա տենց բան սեր։ Այն ժամանակ այդքան չեմ խորացել սիրո մասին։ Այսինքն ինձ միշտ դուրան եկել են տղամարդիկ, ովքեր ինձ են սիրել եւ ովքեր նպատակասլաց, ովքեր չէ, էլի, ովքերից ով որ հասել է նպատակասլաց այն կետին, որ կարողացել է իմ ուշադրությունը գրավի, ես չեմ նայել, թե ես ոնց եմ վերաբերվում։ Ես հասկացել եմ, որ մեկը սիրում է, մյուսը թույլ է տալիս, որ իրան սիրեն, ու տենց լինում է շատ համերաշխ ընտանիք։ Բայց սովորաբար ասում են, որ տարիների ընթացքում սերը մարում է եւ միայն հարգանքն է, որ պահում է։ Ինչպես է։ Во-первых, ի սկզբանե ես ինձ եմ մտածել, որ սիրուց ավելի կարևոր է միմյանց հարգելը։ Ես երբեք նայեք, եթե մարդը վատ ավարվում քեզ հետ կամ ինքը վատ հատկություններ ունի, ոնց կարելի է այդ մարդուն սիրել հարց։ Բայց մարդիկ ասում են, ես սիրում եմ։ Իմ համար մեկ եղել է հարգանքը։ Հարգանքից ծնվում է սերը։ Սիրել կարելի է այն մարդուն, որ իրոք արժանի է հարգանքի, մեծ հարգանքի, հեշտ է իրան սիրել։ Բայց եթե մարդ արժանի չի հարգանքի, ինքը սիրուն էլ չի արժանանում, չես էլ կարող սիրել։ Դա իմ կարծիքն է։ Տարիների ընթացքում ինչպես է սերը փոխվում եւ ինչ պետք է անել հարաբերությունները ամուր պահելու համար։ Տարիների ընթացքում սերը փոխվում է հարազատության, սերը փոխվում է անհրաժեշտության, մարդ առանց որի դու քո կյանքը չես պատկերացնում, ոչ թե սերը փոխվում է, սերը կա եւ այդ մարդը դառնում է քեզ համար շատ անհրաժեշտ, այսինքն без него никуда։ Բայց ես էլ եմ ասում, որ չկա տենց բան, որ սիրում ես ու վերջ, ու պետք է փափուկ բարձնես, գլխի տակո բարձեն։ Եթե ինչ-որ մեկը հասնում է, ինչ-որ մեկի սիրուն, կամ իրանք իրար սիրում են, երկուսն էլ պետք է ունենան կատարեն լուրջ աշխատանք, որ այդ ամեն ինչը պահեն։ Աշխարհում ամեն ինչ, ծնող երեխա հարաբերություն, ամուսին, կին հարաբերություն, ընկեր հարաբերություն, բիզնես պարտներ, այդ ամեն ինչը երկկողմանի երկ, չի կարա մի կողմը դա պահի, պահպանի, հանդուրժիների, որտեվ գիտեք ինչ սիրո մեջ համար մեկ դա ներողամտությունն է։ Եվ մարդուն ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա, չասել գիտես ինչ կա, դու չգիտեմ այս հարցում քեզ ճիշտ չես պահում, պիտի սենս լինի, պիտի եթե այդ պիտիները մտնում է եւ ինչ որ մեկը փորձում է մյուսին հարմարեցնել իրեն, ուրեմն նա քեզ չի սիրում, նա ուղղակի դու իր համար հարմար տարբերակ ես եւ ուզում է իր կյանքը կապի քեզ հետ, բայց եթե մարդը իմանալով քո թերությունները, քո այս կամ այն բնավորության գիծը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին դու կաս, իր չի փորձում քեզ սենց սեղմել ճկել, հարմարեցնել իրեն, ուրեմն բինգո, այդ մարդը քոնն է։ Չի կարելի բաց թողել այդպես մարդուն, որը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին դու կաս։ Եվ հանկարծ սիրել մի մարդու, որը քո արածլիկ քարտքերքներ ա դնում, քեզ փորձում է հարմարեցնել իրեն, իր կյանքը հարմարավետ սարքելու համար։ Ես այդպես եմ կարծում, չգիտեմ, շատ տենց այդ սիրո մեջ ես այդքան մեծ փորձ եւ ոչինչ չունեմ, քանի որ նու ասեմ 14, բայց 13 տարեկանից իրականում արդեն իմ ապագա ամուսին ինձ այսպես մի հատ ցենց աջ ցախ բան ցենց բոլոր այդ այն որ ինքը կար եւ մեր ապրած կյանքը եւ մեր այդ անցած ուղին եւ
ընդհանրապես իմ երեխաների հայրը իմ կյանքում այնպեսի մեծ հետ կա թողել, որ ես հիմա իմ կյանքում ճիշտ ասած տեսել եմ իրեն ու միայն իրեն։ Դե այդ եմ ասում, սիրել եմ, ինքը ինձ շատ է սիրել, ասենք եթե այսօր մի կին կարա ասի, որ իր ամուսինից կապեց սիրել է, ես չգիտեմ ինքը դա վստահությամբ ասելու, անկեղծա լինելու, դա ինչ-որ խնդիրներ են եղել, բայց ես դա կարող եմ վստահությամբ ասել, որտեղ ես երբ որ դարձա առաջի կինգործարար, առաջի մեքենա վարող, առաջի ես առաջին միշտ եղել եմ առաջինը, դա ում շնորհիվ է եղել, իմ ամուսնու, որտեղ ինքը ընդունել է ինձ սիրել է, ընդունել է, վստահել է, եղել է իմ կողքին եւ երբևիցե արգելք չի դրել իմ առաջ, այնքը այդքան եղել է, որ չլինի զակամպլեքսովնի, որ ով ինչ կասի, որ իր կինը զռուլում, ով ինչ կասի, որ իր կինը բիզնեսվումն է, ով ինչ կասի, որ իր կինը իհարկե ինձ հետ դրել մարդիկ, որոնք ես հազում էի, փռշտում էի, իրան ասում էին, որ ինչ-որ մեկը ինձ հանգարց նեղացներ իրան ասում էին, ես իջնում էի, չգիտեմ, մեքենայից մտա այստեղ իրան ասում էին, այնպես չէ, որ իրան պետք է խաբեի, պրոստը քանի որ չի կարող րոպեն մեկ զանգել, դա ինձ նման չէր, որ ես րոպեն մեկ զանգի, այս գիտես սիրելիս ես հիմա այստեղ մտա, հիմա մտա խանութ, հիմա մտա սալոն, հիմա մամա այս տուն, հիմա երեխեքին տարածել, իհարկե չէի անում, որտեղ դա ես կդիտեի անվստահություն իմ հանդեպ, բայց ինքը ինձ հետ դնում էր մարդիկ, իր հարազատներին սկզբում միջև կացավ ախրանա ինստիտուտը, մարդիկ, որոնք քեզ ուղեկցում են, որոնք քեզ օգնում են եւ այդպես ես սովորեցի, որ այսօր առանց այդ մարդկանց նիկուդա։ Ինչ եք կարծում ժամանակակից հասարակության մեջ, որոնք են խոչընդոտները, որոնք որ զույգերին խանգարում են ամուր հարաբերությունների համար։ Նախ երբ որ ինչ-որ մեկը կոնկրետ չգիտենք ինչ է ուզում։ Այսօր ինչ է մեր հասարակությունում։ Ուժեղ մարդիկ երբեք չեն նայում, ով ինչ ասեց, իրանք ունեն իրանց որոշումը, կոնկրետնը գնում են առաջ, գիտեն ինչ են ուզում, ում են սիրում, եւ եթե ինչ-որ մեկը, ասենք թե հասարակության կամ ծնողների, կամ ընկերների, կամ շրջապատի ազդեցության տակ իր որոշումները փոխում է, ինքը հետագայում հասկանում է, որ ինքը սենց մեղմ ասենք, հիմարաբար կորցրել է այն, ինչ ինքը ուզում էր, իսկ նայեք, Աստված բոլորին տեսնում է, Աստված տալիս է բոլորին սեր, երջանկություն, գործնական հաջողություններ, չգիտեմ, համբավ եւ այլն, ուղղակի մարդ կա դա նկատում է, տեսնում է, լավ, սա իմ սերն է, Աստվածը մարդ է կա գալիս այդ մարդը ասում, գնում ենք չի հասկանում, հետո էլ բողոքում ասում է, ինչու իմ կյանքը սենց ինչու ես, դա Աստված տվել է քեզ, չի կարա Աստված ինձ տա քեզ չտա, քեզ տա մյուսին չտա, մեր օպերատորին չտա, մեր նկարիչին չտա, մեր պրոդյուսերին չտա, ընդհանրապես ինքը բոլորին տալիս է, ուղղակի մարդու ուղեղի հնարավորության իր ունակությունների շրջանակում մարդը կամ դա տեսնում է, ընկալում է, վերցնում է, կամ էլ վախենում է իր կոմֆորտնի զոնայից դուրս գա, կամ ինչ-որ կարծրատիպեր ունի, բան, որ այսպես կամ այնպես ու մնում ատեղ, բայց այն վերջի օրը, որ գալիս է, որ ինքը պետք է գնա, ինքը իր գլխին է տալու, կամ էլ միջև այդ վերջին օրը հասնել, ինչ-որ մի տարիքում չեք լսել ինչքան են տատիկներ եւ պապիկներ, օ, բան, որ ես սենց, ես կորցրի սա, ես կորցրի, Գոսպեդի, քեզ տվել են, ինչ ես կորցնում, պահի, վերցրու, այդ նրանց է, որ մարդիկ չգիտեն իրանք ինչ են ուզում, եւ իհարկե աշխարհում շատ մարդիկ կան, որոնք կոմպլեքսների կծիկ են, որոնք հասարակության, չգիտեմ, ընտանեկան այդ արժեքների, չգիտեմ, ինչ-որ սենց բաներով, ու տենց իրանց կյանքը չեն էլ հասկանում, հա կարող ասենց ձևեր տան, որ տիպը իրանք երջանիկ են, բայց վտոգի իրանք հասկանում են, որ իրանք, եթե մի մարդ սիրում է մի մարդու, ու ինչ-որ կարծրատիպերի, չգիտեմ, ընտանիքի եւ մնացած այլ բաների համար իրան զրկում է, դիմացի մարդուն տանջում է, ինքը տանջում է, վտոգ ինքը երջանիկ չի, նա երջանիկ չի, ով է շահում, ով, այդպեսի մարդկանց մասին ընդհանրապես չեմ ուզում խոսեմ, բայց դրանք հազարավոր են,
միլիոնավոր կարելի ասել, աշխարհում, ես չեմ ասում հենց մեր մոտ հայրես մեջ, ընդհանրապես աշխարհում, բայց այս վաստոչնի երկրներում, мы не Восток, Կավկազ, բայց Եվրոպայում այդքան հենց չի։ Մարդը գիտի ինչ ասում, ոնց ասում, այսքան ուզեց в этот период это ապրում։ Իսկ մեզ մոտ վայ, ինչ, ու չգիտեմ, ես չգիտեմ ինչ։ Ինչ որ մեկը մեկի հետ ապրում է, երեխաներ ունեն, երջանիկ են, ԶԱԳՍ չունեն, ամեն ձեզ ինչ։ Կարևորը ընտանիք են, կարևորը իր, եթե մարդիկ ԶԱԳՍ ունեն, ամուսինը իր կյանքով ապրում, կինը իր կյանքով ապրում, երեխաները վտոգի դժբախտ են, ու ասենք իրանց կապում ամենակ այդ ԶԱԳՍի կնիքը, ԶԱԳՍ-ս որն է, եթե Աստծո առաջ մարդիկ եկեղեցով ընդունում են իրար կամ ապրում են միասին, ես միշտ եմ ասել, որ ամոր ընտանիքի համար պետք է 1 կամ 2 տարի պրոստը ապրես իր հետ։ Նի ԶԱԳՍ, նի եկեղեցի, ոչ մի բան, մի հատ հասկանաս, որտեղ մարդու հետ շփվում ես, բան մեկ էլ ամուսնացած ես ով է, այսինչ մանրախնդիր է։ Ես չեմ ճանաչում իրեն։ Դա կենցաղը մարդկանց շատ փոխում է։ Հետո նոր որոշեն երեխաներ ունենան, որպեսզի չխեղաթյուրեն մանուկների ճակատագիրը։ Որտեւ իրանք բաժանվում են, այն մեկը մեկին է գտնում ամուսնանում, այն մեկը մյուսին է գտնում, կարող է իրենց կյանքը դասավորեն, բայց տուժում են երեխաները եւ այդպես մեծանալով արդեն խեղաթյուրված պսիխոլոգիայով ես ահա որ դեմ եմ դրանց այդպիսի բաների։ Ինձ ասում են, ինչ եք այդպես ասում, տիկին Չարչյան, բա որ ապրեց մի տարի, 2 տարի, հետո հասկացա, որ Տիրանը չի։ Ну ասում, ну и что? Երեխա չկա, ոչինչ չկա, ինչ կա այդտեղ։ Հաջորդ, ասենք այսօր մենք քիչ գիտեք, տղամարդիկ, որոնք սիրում են այն կանանց, ովքեր ունեն զավակներ, ընդունում են իրանց զավակներին, սիրում են իրենց եւ այլն եւ այլն։ Եթե հանդիպեցիր քո մարդուն, ինքը չի նայելու, որ դու ինչ որ մի պերիոդ ապրել ես մեկի հետ։ Չի կարելի այտենց, ասենք բարոյականությունը տեղ չի։ Բարոյականությունը շատ ավելի ուրիշ տեղ է։ Կարող է մարդը իր ողջ կյանքի ընթացքում շարունակաբար գտնել սիրո նոր ասպեկտներ, եթե այո, ապա ինչպես։ Շատ լավ հարց էր։ Յուրաքանչյուր կին կարող է գտնել։ Մենք կանայք կարանք սիրենք 10 անգամ։ Ամեն անգամ ես թվա, որ այդ հենց այն սերն է։ Բայց տղամարդը ոչ։ Տղամարդը կյանքում սիրում է մեկ անգամ։ Մեկ։ Նա չի կարող, եթե սիրեց, հետո ասի երկրորդ ունեմ, երրորդ ունեմ։ Իրանք սիրում են մեկ անգամ, ավելի ազնիվ են այդ հարցում։ Ու ազնիվ են, անազնիվ են չեմ կարող ասել, որովհետև բաժանությունների մեծ մասը, в основном 80% գալիս է տղամարդուց, նրա անհավատարմությունից, ընտանիքի հանդեպ անտարբերությունից, կնոջը ուշադրություն չդարձնելուց, 20%-ը կանանց, որոնք համարձակություն են ունենում ամուսնալուծվեն, որոնք ֆինանսապես գոնե կարող են իրենց, այն կանայք, ովքեր ֆինանսապես չեն կարող после развода իրենց եւ երեխաներին լավ ապագա պահել, իրանք այդ ամեն ինչի մեջ ապրում են եւ դժբախտ։ Կինը կարա սիրի, դա պատերի պուլսի պամիցի, հետո կարա էլի սիրի, եթե իրան ուժեղ կանայք, այսինքն ինքը մեկ դավաճանությունից, մեկ անհաջող ոչերջանիկ կյանքից կամ իր անբավարարվածությունից կամ իր այն պատկերացումները, որ ինքը ունեցել է կյանքի հանդեպ ու չի ստացել, ինքը կարա դա էլի ստանա ու էլի ասի գիտեք այն սերը չէր սա իսկական սերը, դա էլ չստացվի այն մյուսը, կինը իր կյանքի ընթացքում անընդհատ կարա սիրի արժանավոր տղամարդու եւ վերջապես գտնի իր երջանկությունը, լինի երջանիկ ու մոռանա անցյալի մասին, բայց տղամարդը չէ, տղամարդը սիրում է մեկ անգամ, սիրում է ուժեղ ու կարող է այդ մեկ անգամը, չգիտեմ, որ տարիքում լինի, այդ ժամանակ հասկանա, որ սիրեց մեկ անգամ, բայց Աստվածաշանի, որ դա լինի երիտասարդ տարիքում, եթե երիտասարդ տարիքում ինքը սիրեց ու
չստացվեց ոչինչ դրանից, վсё, այ ինքը հետագայում բոլոր են կանանց, ովքեր իր կյանքում լինում են, ինքը չի կարող տալ երջանկություն, որտեղ ինքը արդեն կանանց հանդեպ ունի համապատասխան մոտեցում, это так. Եթե երջանկությունը նկարագրեք 3 բառով, որոնք կլինեին այդ բառերը։ Համար, թե ընդհանրապես։ Ձեզ համար։ Կոնկրետ ինձ համար երջանկությունն է, երբ որ դու առավոտյան արտանում ես, բոլորը տանում են առողջ, քնած են, ձեռքդ ոտքդ առողջ է եւ ունես այդ օրվա համար լիքը պլանավորած օրեր, это раз. Во-вторых, երբ որ երեխաներդ, նու եթե մայր ես, երեխաներդ երջանիկ են, եւ դու էլ բավարարված կին ես, եւ ինչի՞ չէ, դու էլ ես երջանիկ։ Երրորդը, երբ որ դու գնահատված ես, երբ որ այն ամեն ինչ է, բոլոր զոհողությունները, որը մեր կանայք են անում, մեր մայրերը, կանայք ընտանիքում, ի վերջո գնահատվում է, եւ ի վերջո այդ կինը շփվում է, եւ ի վերջո այդ կինը չի քնում ծանր հոգով, չի արթնանում եւ չի ապրում մի մարդու հետ, որի կողմից արհամարված է։ Հաճախ տեսնում ենք մեր հասարակությունում սիրո պակաս կա, որն է ձեր տարբերակը այդ սիրո բացի լրացնելու։ Իրար սիրեք, ըմբռնումով մոտեցեք, շատ ներողամիտ հասարակության մեջ սեր պետքա կանայք տարածեն, որակ փոխեն, կաչստվա փոխեն մարդկանց մեջ, անեն այնպես, որ բերեն տղամարդուն են դաշտ, որ նա սիրի իր զավակներին, սիրի իր ընտրությունը, ասենք տղամարդը ընտրում է կնոջը, որ հետագայում, չգիտեմ, իրան կաճում են, կինը մնում աստե տան հոգսերի բան, տակ չգիտես ինչի վերևից է նայում, քթին չեն դնում, բայց դա քո ընտրությունն է։ Դու չես կարող բարձրանաս քո ընտրությանը թողես տե։ Դուք պետք է բարձրանաք միասին։ Գիտեք ինչ, ես միշտ ասում եմ կինը տղամարդու վիզիտնե կարտը չկանա, չէ՞։ Այսինքն տղամարդու հագու կապը իր ասենց հասարակության մեջ ներկայանալի լինելը, այդ իր կնոջ շնորհն է։ Թե ինչ տեսքով ինքը կներկայանա եւ այլ եւ այլ։ Բայց տղամարդու դեմքը կինն էլ տղամարդու վիզիտնն է, որ գալիս է սենց իրանից, սիբե սենց բանու գալիս է մի տանջված դեմքով, կին, ասում ես Գոսպեդի, բայց դու ով ես, եթե քո կողքի կինը սենց տանջված կամ հոգնած տեսք ունի, կամ եկե որոշում են, որ արդեն այդ կինը իրանց չի սազում, որտեղ իրանք հասել են չգիտեմ ինչի, պետք է վերցնեն մի հատ նոր ավելի fashion իրանց համապատասխանող մեկը։ Я просто такие вещи ненавижу։ Հարգանքով վերաբերում եմ բոլոր այն մարդկանց, ստեկապ չունի տղամարդեկին, ովքեր իրանց ընտրությունը հարգում են, ովքեր իրենց հարգելով հարգում են իրանց ընտրությունը, ովքեր աճում եւ մեծանում են միասին, ովքեր ունեն փոխադարձեր ու հարգանք եւ ցույց չեն տալիս, որ որևիցե մեկը կողքից ասի, դու լավ էլի, դու հազիվ էլի իրակինը, տենց, որ ինքը տիպը դապուստիմ, սենց իմ համար ես կամեն, ես կոչ եմ անում, երեխեք, ամենաազնիվ, ամենահարգալից մարդիկ են, մարդիկ են, ովքեր պինդ են, ամուր են, ճիշտ են, իսկ ճիշտը որն է, ընտանիք, կին, սեր, քո հանդեպ հարգանքը, вообще, ինչ կա այս կյանքից տանելու, ինչ կա, ասենք թե, լավ, 25 հատ էլ կին ավել տեսար, ինչ հա դա քեզ տալիս, ինչ դա ավելանում, ոչինչ։ Դառնում ես թույլ մեկը, որ որևիցե մի կին կարա ասի, ես իրան կարամ ունենամ ու այսքան բան ունենամ։ Ուզե չեմ, ամեն մարդ թող ապրի ինձ, իր լիմիտներով, հասնի նրան իր լիմիտներով, ապրի ինձ իր լիմիտներով, վաստակի,
ներկայանա իր լիմիտներով եւ այն կանայք ովքեր որ սիդիատնիչի ոչ մի բան չեն անում եւ տղամարդկանց лимитներով ստեղ են հայտնվում կամ ուտեղ են հայտնվում կամ типа хотят показать себя с этой стороны, с той стороны, բացարձակապես հարգանք եւ ոչինչ չեմ տածում այդ կանանց հանդեպ եւ կոչ եմ անում, որ ապրեք ձեզանով, դուք ժամանակավոր եք всё-таки ապրեք, ունեցեք եւ թող ձեզ հարգեն, во-первых, հետո սիրեն։ Это իմ կոչն է։ Գործարար կինը մշտապես պայքարում է անձնական հարաբերությունների եւ աշխատանքային կյանքը հավասարակշռելու համար։ Ինչպես եք դուք կարողանում պահպանել։ Ապես Մոնիկա շատ սիրուն հարց է տվել։ Նայ։ Յուրաքանչյուր տղամարդ իր համար ավելի կոմֆորտն է, որ կինը չշփվի շատ մարդկանց հետ, գործնական, հետո վերջը կան կանայք, որոնք հենց սկսում են մի քիչ շատ ավելի փող աշխատել ամուսնու, չգիտես ինչ իրանց թվում է, որ իրանք թելադրեն, նայեք, աշխարհում ինչքան տղամարդ կա, որ վերցնում է պրոստը ոչ մեկին, մեքենան առնում է, պահում է, հագցնում է, կյանքում չի երեսին տա, որ ես քեզ էս արեցի, տղամարդիկ բլագարոդն են։ Իսկ կինը հանգարց մի հատ փող աշխատեց, մի քիչ է շատ ամուսնուց, առավոտից երեկոն կշպացնի երեսով կտա, ես քեզ էս արեցի։ Ես էդ եմ ուզում ասեմ։ Ինչի են տղամարդիկ խուսափում, որ կինը մտնի գործարար աշխարհ ու մեկ էլ որ չնավսեն, որ կինը ունենա հաջողություն։ Դե ասում են, սա 2 կոպեկ արդեն հիմա որ իրան սենց է պահում, վաղ ոնց է պահելու։ Մեր տղամարդիկ Ալֆոնս չեն սիրում կանանց հաշվին ապրել, համենայնպես այն սերունդը, որին ես գիտեմ եւ ինձանից էլ մի քիչ ավելի ցածր սերունդ, այս ավելի նոր սերունդին չեմ ճանաչում, չեմ կարող ասել։ Այս տղամարդուն, եթե տղամարդը վստահություն ունեցավ քո հանդեպ եւ եթե դու չստեղծեցիր անենց ման, որ ինքը գատուն տեսնի տները թափած երեխաները անուսուցում, ինքը անխնա, ինչ որ իր հագուստը ուտելիք չկա տունը փնթի, ես իմ ինչ կինն էլ ընկած տեն, դե չգիտեմ շրջապատ ասելով յուրաքանչյուր գործարար մարդ ունի շրջապատ, ավելի մեծանում է իր կրուգը, բայց եթե ինքը սիրուն մի հատ պոլկա գծի, պապոլոչկը բոլորին դնի, վերևում ընտանիքը, այսինքն համար մեկ ամուսինը, երեխաները, հետո իջմեն ծնողները, ու վсё, դրանից հետո ով ոնց իրան պահում այդ պոլկաների մեջ դնի, ոչ թե գլուխը կորցրած ստենդեն գնի բանտիպը մարդա մեջ է մնգե, ես չգիտեմ այսօր գուցե պեսիմիստաբար եմ խոսում, բայց ինչ ասում եմ գուցե կոպիտ է հնչում, բայց это правда, ճիշտ է, իմ ասածը ճիշտ է, տայների փորձ ունի, ովքեր էլ այսօր չխոստովանեն, որ այդ խնդիրները կան, ուրեմն դրանք կան, ուրեմն ես այնքան կամ եւ այնքան համարձակություն ունեմ, ու ինձ համար մեկ է թե վաղը այս իմ ինտերվյուի տակ ով ինչ կոմենտ կգրի, ով էլ ինչ սխալ բան գրի, ուրեմն ինքը հենց դրա մեջ է այդ թաթախված ծմբված սպունգի պես այդ կոմպլեքսների մեջ։ Մարդիկ պետք է հասկանան, վերջը ամբողջ աշխարհը գնում է դեգրադացիայի։ Մենք հայ ազգ ենք, առաջի քրիստոնեություն ընդունած ազգ։ Գոնե մենք պահենք ճիշտ ավանդույթները կին տղամարդի, ու դե չնայենք, որ եթե կինը ուրեմն պետք է լինի կուխնյայում, բանը գլխին կապած, եթե տղամարդը ուրեմն ինքը պետք է թելադրի, ոչ, այդ պետք է լինի հավասար, հարգանք հավասար պարտներ, որ եթե ինչ-որ մեկը փող է շատ աշխատում, դա չի նշանակում, որ նա նրանից բարձրացավ, կին ամուսին եթե չեղան հավասար, իհարկե իրար հետ քննարկելով բոլոր որոշումները, բայց այդ որոշումները պիտի բարձրաձայնի ամուսինը։ Ոչ թե կինը երեխեքին ասի, ես սենց եմ որոշել, ասի պապան սենց է որոշել, բայց իրականում այդ կինը որոշած լինի։ Հասկանում եք, որ նա ճիշտ։ Դիվանագիտությունը
միակողմանի չի լինում։ Դիվանագիտություն հարաբերություններում չէ, փոխադարձ հարգանք, во-первых, потом սեր եւ իհարկե մրցակցություն կին տղամարդ չլինի։ Ոչ մի բանով, այսօր լավ ֆիզիկի ուժով, բայց մտավոր մի հատ եկեք ինձ մի քանի օրինակ բերեք, որ ասենք այս գործանում է կինը, ասենք այս վերջերս մեր մոտ նախարարներ կանայք նշանակվել, ինչ աղմուկ բարձացա, կինը կար, լավ, ռադի բոգա, չեմ ասում, չգիտեմ են շատ կոպիտ տեղերը, բայց արդարադատության նախարար, ինչի չի կարող լինել կինը, միթե կինը ունի այլ մտածողություն կամ տղամարդը, կամ գլխավոր դատախազ, կարող է, ուրիշ բանա, բանտի, չգիտեմ, ոնց էր քրեակատարողական, հա այդտեղ մի քիչ դժվար եմ հասկանում կամ MVD, կամ ասենք արտգործնախարար լինի կինը, կամ երկրի վարչապետ լինի կինը, ինչի՞ չէ։ Какая разница, մի հատ ինձ կասեք։ Ասեք մտածողությունը նույնն է, եթե այդ կինը ունի նախ կանայք ավելի սենց բան են, բազմա սենց բնույթ մտածող են, տղամարդիկ ավելի միշտ ասել եմ միությամբ եմ մտածում, էքսենտրիկ են եւ իրանք սենց մի հարցի մասին սենց կոնկրետնա մտածում են եւ իհարկե աշխարհի շատ կարեւոր հարցեր պիտի տղամարդիկ լուծեն։ Բայց ասենք կնոջ ուղեղի եւ տղամարդու ուղեղի միջև դնել, չգիտեմ, սենց մի բան, որ ինչու կին, իսկ ինչու ոչ կին։ Ինչ какая разница։ Իհարկե կան սֆերաներ, որտեղ կարծում են, որ միայն տղամարդը պետք է լինի։ Ձեզ համար կա կնոջ իդեալական կերպար, թե դա առասպել է։ Չէ, առասպել չի կա։ Կա ու ինձ համար կնոջ իդեալական կերպար միշտ եղել է մի կին, դա Մարգարետ Թետչերն է։ Որտեղ ինքը եղել է կին, ինքը եղել է հավատարիմ կին ամուսնուն, ինքը եղել է ամբողջ աշխարհում հայտնի կին, ինքը եղել է խելացի կին, ինքը արել է, ինքը Անգլիային հանել է, չգիտեմ, կեղտի ջրի ցեխից, բարձրացրել է վերև, ուշեղ սիբա իր կյանքի իր ամեն ինչի եւ եղել է միշտ կանացի, գեղեցիկ, կոկիկ։ Ես ինձ համար կնոջ, ուժեղ կնոջ եւ խելամիտ կնոջ կերպար եղել է իհարկե նա։ Կան սիրո պատմություններ կամ գրքեր, որոնք ձեզ մոտիվացրել են սիրո հարցում։ Нет։ Սիրո պատմություններ չէ, բայց գրքեր կան, որոնք ինձ մոտիվացրել են, բայց ես տենց սենտիմենտալ չեմ, честно говоря։ Իսկ հանդիպել եք այնպիսի կարծրատիպերի, երբ որ նշում են, որ ուժեղ կանայք չեն կարող երջանիկ լինել, ինչպես եք վերաբերվում։ Ոչ մի երջանիկին չի կարա ուժեղ լինի, սկսենք այդտեղից։ Կինը կարա հաջողակ լինի, բայց ոչ այդքան ուժեղ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր փորձում են իրենց ուժեղ բնավորությունը համատեղել սիրային ներդաշնակության հետ հարաբերություններում։ Նայեք։ Սկզբում երբ որ դու դառնում ես ուժեղ, ուրեմն դու այնքան ժամանակ ունես, որ դառնաս ուժեղ։ Երջանիկինը քիչ ժամանակ ունի, ինքը նստած իր երջանկությունը վայելում։ Սկզբում պիտի լինես, դառնաս ուժեղ, հետո սիրո բաներ դաշնակությունս, որնակ, եթե կա տղամարդ, որը այնքան ուժեղ է, որ կարա հանդուրժի իր կողքին ուժեղ կին, այդ կինը չի կարա այդ տղամարդու հետ մտնի մրցակցության մեջ, խնդիրը կնոջ մեջ չի, ինքը էլի կանացի է, մենք չենք խոսում ֆեմինիստկաների մասին, որոնք բացառում են տղամարդու առավելությունը, իրանց ջենտլմենությունը էսենը, այդ չենք խոսում, մենք խոսում ենք ուժեղ կնոջ մասին, որ ուժեղ կին գիտես երբ ես դառնում, դու աղջնակ ես, ծնվում ես, ապրում ես քո երազներով, հասնում ես ինչ-որ կետի, հետո հասկանում ես, որ ես ինչ էր, հետո մյուսը, հետո են, չես կործանվում, լիքը կա կործանվում են, դու չես կործանվում, դու պայքարում ես, ու այնքան մարդկանց, որ տալիս ես ու դնում ես այդ հարաբերությունների մեջ, որ չես ստանում, կամ ինչ-որ կյանքի մի հատ
սենց ապտակ դժվարություն երեխաներ ու դու նստես խփես ծնկներիդ վայ այլ ուժեղանում ես ոնց է ասենք թե ասենք նայեք արծվի ձակին մեկը գա ուզենա տանի կամ հոշու ինչ անում դառնում է հրեշ կոտորում է պահում է նույնն էլ կինն է Եթե դու փափուկ բարձերի մեջ ես մեծանում, դու չես կարա ուժեղ լինես։ Չի համար ուժեղ լինես, ու դեմ պայքարես, եթե ամեն ինչ կա։ Եթե առավոտը զարթնում ես, սենց ես անում ես լմա, սենց ամեն ելնում է։ Դու չես մտածում վաղվա մասին, դու չես մտածում երեխա, ինչ որ հարցերի մասին, դրանք խոսերին չեն քո տեղ այդ հարցերը լուծում է։ Դու ոնց կարաս ուժեղ լինես։ Ուժեղ կանայք դառնում են կյանքն է ստիպում, որ դառնաս ուժեղ։ Այսինքն կան կանայք, որոնք թույլ են եւ իհարկե հանձնվում են ու կյանքը ստիպի չստիպի, իրանք չեն մտնում դրա մեջ, բայց նատուրայով ծնված ուժեղ մարդկանց թույլ տեսնել կարող ես մի դեպքում, եթե նա բիզապուտնի ու երջանիկ։ Այնքան երջանիկ, որ ինքը չի մտածում, այս հարցը լուծի, այն հարցը լուծի։ Իր տեղ այդ հարցերը լուծվում է։ Եթե սերը լիներ մեկ բառ, ինչ կլիներ այն։ Արդեն ինքը մի բառ ունի սեր։ То есть զգացողությունները սիրո, դա ինչ ասեմ, դա հենց կյանքն է, դա հենց նշանակում է ապրել։ Ինչ են ասում, դուք ապրում եք իրար հետ, в смысле имеет в виду у вас есть постель Պայսիլը, դա ապրելն է, որը ապուշները ասում են սեքս, չգիտեմ ինչ, դա կոչվում է ապրել մարդու հետ, հասկանում ես, եթե կա սեր, սիրո զգացողությունը, դա ապրելն է։ Որտեղ կանցկացնեիք ձեր կատարյալ ժամադրությունը։ Չիստը բան, դա աղջիկական պատասխաններ են, աղջիկներին կարող եք այդ հարցերը տալ, Ես մտածում եմ այն տղամարդը, որը պետք է ինձ հրավերի կատարյալ ժամադրության, ուրեմն ինքը այնքան հնարամիտ պետք է լինի, հասկանա, որտեղ կազմակերպի այդ ժամադրությունը, երբ որ ինձ առաջարկի, եթե դա այսօր կգայս այդ ժամադրության կգնամ, եթե չէ, ես այդ սենտիմենտալ տարիքից շատ վաղուց դուրս եմ եկել, որպեսզի ինքս կազմակերպեմ կամ որտեղ ուզեին դե լինել Կանի նենց մի բան, որ ինձ սրտին հարազատ, կգնամ այդ ժամանակ, չի անի, դա պաշոլ он к черту, вот так։ Իսկ ինչպեսի ժամանցն է ձեզ ավելի հետաքրքիր։ Ես честно говоря խոսում եմ ընդհանուր, բայց կոնկրետնա իմ մասով սիրո մեջ ես չեմ սիրում լինել ակտիվ, ես որոշեմ, ես սիրում եմ ենթարկվել տղամարդուն եւ այն ժամանցը, որ ինքը կորոշի, որտեղ ես կգտնվեմ, հետո կերևա դա այս դուր է գալիս, թե չէ։ Եթե սերը գույն ունենար, որը կլիներ։ Դեղին, օրանժ, դեղին այն գույնը կլիներ, սերը պետք է պայծառ լինի, սենց լցնի, ոգին, դեղին։ Որ բույրն է հիշեցնում ձեզ սերը։ Բույրը, Այն մարդու բույրը ով ինձ սիրելի է, չգիտեք, որ երեխեք մարդիկ երբ են սիրում, երբ որ այդ մարդ կարաս նայես հենց լինի հենց գեղեցիկ, սիմպաթիկ, տղամարդու մասն եմ խոսում, կամ տղամարդը նայի հենց վերջ, փախած, գեղեցիկ, մի քիչ մոտ որ լինում են, մարդու հոտը կարա քեզ վանի, եւ մարդու հոտը կարա քեզ գերի ու այդ հոտը ամբողջ կյանքում դու չմոռանաս։ Մարդիկ սիրում են հոտով, հիշեք, ամեն մարդ ունի հոտ։ Ամեն մարդ ունի այն մարդուն, որի հոտը իրան հաճելի է։ Մարդիկ ոչ թե կարոտում են բուն մարդուն, այլ հենց նրա հոտը։ Որն է ամենահիշարժան ռոմանտիկ արարքը, որ արել են ձեզ համար։ Շատ արել են ինձ համար ռոմանտիկ բաներ։ Որ մեկը հիշեմ, բոլորից է տպավորվել եմ, ես շատ տպավորվող կին եմ։ Երբ որ ինձ համար հատուկ մի բան են անում, չեմ կարող առանց հատուկ նշել։ Որն է այն ֆիլմը, որը լավագույնս արտացոլում է ձեր սիրո գաղափարը։ Ֆիլմ։ Անգլիացի պացիենտ, երևի, ոնց է հայերեն չեմ կարող, անգլիական պացիենտ, անգլիացի պացիենտ։
Որ երգն է ամենաշատը արտահայտում ձեր զգացմունքները սիրո մասին։ George Benson, I love you, ոնց որ թե։ Որ գիրքն է դարձել ձեզ համար սիրո լավագույն արտացոլումը։ Երևի թե Ֆորսայթների պատմությունը, Դրայզերը։ Եվ մեր վերջին հարցը, սերը վերջ ունի, թե այն հավերժ է։ Չէ։ Ինձ թվում է հավերժ։ Դու կարող ես մարդուն մոռանաս, այլ չհիշես, որ սիրել ես ու նվիրել ես կյանքդ իրան։ Вообще-то հավերժ սիրուն պետք է արժանանաս։ Ես տենց եմ կարծում։ Ոչ մեկ գլխի տակ թող փաթուղված չդնի, որ всё սիրեց, ինձ վերջին նա բրծավ, գնաց։ Մի գեղեցիկ օր այսպես գլխի վրա կանգնի ներքև, եթե ինքը տենց մտածեց եւ ոչինչ չարեց այդ սերը պահելու համար։ Սիրել կարելի է շատ եւ մոռանալ։ Այսինքն այն մարդուն ես դու միշտ հիշում, դու այդ մարդուն էլ պետք չի հիշել, եթե ինքը արժանի է, ինքը ամբողջ կյանքում է նման քո կողքին, դու չես բաժանվի իրանից։ Ես եմ տենց եմ մտածում, գուցե սխալվում եմ, բայց այդպես եմ մտածում։ Իմ կոչը քեզպես գեղեցիկ աղջիկներին, մեր երիտասարդներին, բոլոր սերունդներին, 10 տարին մեկ սերունդ է փոխվում, այդ բոլոր սերունդներին, որոնք հասուն են եւ իհարկե մանկապարտեզից կարելի է սիրել, բայց մենք խոսում ենք արդեն երիտասարդ եւ հասուն կյանքի եւ այդ սիրո մասին։ Եվ որ սիրում են, լինում են երջանիկ, կարան սարեշուր տան, լիքը բան կարող են անել։ Սերը դե չենք խոսում հիմա, քանի որ այն օրերն են, մենք ես չեմ ուզում ծնողի մասին, հայրենիքի մասին, բան։ Ես ուզում եմ խոսեմ աղջիկ տղա, կին տղամարդ սիրո մասին։ Աղջիկ տղա սերը իմ պատկերացմամբ պետք է միշտ ուղեկցի քեզ, որտեղ երբ որ աղջիկ տղա ես, այդ սերը խենթացնող, այդ սերը լրիվ ուրիշ է։ Երբ որ դեռ կին տղամարդ ես լինում, այդ ժամանակ էլ վայելես աղջիկ տղա սերը, без границ, без խորանալու, без ինչ կլինի, ինչ լինի, ոնց կլինի, վայելի այդ պահին, ապրի, որտեղ Աստված տվել է մեզ մի հատ մեծ զգացողություն, սիրելու զգացողություն։ Եվ այդ սիրո արդյունքում է, որ ծնվում է նոր կյանք, ծնվում է երեխա, ծնվում է ու իմիջիայլոց են երեխաները, որոնք սիրո պտուղ են, նրանք շատ ավելի խելացի ու բան երեխաներ են, այնպես ասենք, սենց հիանալի, քան այն երեխաները, որ ինչ-որ տարիք է գալի, ծնողները որոշում են ամուսնացնել, կամ աղջիկը որոշում է երեխա ունենալ, դե տարիք անցնում է եւ այլն։ Ես գտնում եմ, որ ամուսնությունը, то есть միասին ապրելը, արտանաս աչքերդ բացես այդ մարդուն, տեսնես ապրես իրանով, շնչես իրանով, առավոտից իրիկուն իր օդը շնչես, իր շունչը շնչես եւ ունենաք համատեղ զավակներ, դա ճիշտ է մի դեպքում, եթե դու սիրում ես։ Մնացած բոլոր դեպքում это просто ад, եթե դու պարտավորված ես ամուսնանում, պարտավորված գնում ես տուն, պարտավորված ես իսամ, դրա համար էլ ասենք դժգույն դեմքեր են եւ դժբախտ ընտանիքներ։ Պետք է սիրել, այս սիրո էտոգը, ոնց են ասում, դա ընտանիքն է, դա սիրո պտուղն է, որը մենակ այդ դեպքում է ճիշտ էլի, ասենք ապրել կնոջ հետ կամ ապրել տղամարդու հետ, եթե սիրում ես։ Մնացած բոլոր դեպքում կարող ես ուղղակի քո կյանքը քո ձևով վայելել, անցկացնել, բայց իմенно ապրել բառը, այդ այն բառն է, որը փակագծերի մեջ կոչվում է սեքս կամ անկողնային կյանք։ Դա նշանակում է ապրել մարդու հետ երջանիկ։ Ես ցանկանում եմ
որ բոլորը սիրեն, լինեն երջանիկ, սիրեն ու սիրվեն։ Գոնե մարդ կյանքում մի անգամ պետք է զգացողություն ապրի։ Եվ թող այդ ապրած զգացողությունը երբևիցե չկորցնի, որ մինչև իր կյանքի վերջ ապրի իր սիրած մարդու հետ։ Բայց կյանքը եթե անգամ կորցնում է, թող իմանա, որ սերը անընդհատ գալիս է, Աստված մեզ անընդհատ տալիս է սիրելու ընդունակություն, երբեք չընկճվել, երբեք չկոտրվել։ Միշտ համար մեկ սիրես քեզ, որպեսզի կարողանաս սիրես նաև քո զուգընկերոջը, քո կողակցին եւ ապրես, իրոք ապրես սիրով լի կյանք։ Այդ եմ ցանկանում բոլորիս, էլի խաչակնքեմ, բոլորին ինձ ասում են, անպայման խաչակնքում, այո, խաչակնքում եմ, որ բոլորը լինեն երջանիկ, դա պետք է եւ երիտասարդին եւ ավելի հասուն տարիքում, իսկ կյանքի վերջում ընդհանրապես ասենք, երբ որ մարդը արդեն ամեն ինչ ասել է ու իր կյանքի այն բան օրերն ա, որ ինքը ավելի ազատ ա, որ ինքը պետք է վայելի ու ինքը մենակ ա, դա պրոստը կատաստրոֆա։ Այ ինքը բոլորը թող երբեք չընկճվեն կյանքում միշտ իմանան, եթե իրենք իրաց մեջ որոշեցին, որ իրանք պետք է լինեն երջանիկ եւ իհարկե ունեն այդ պահանջը, մարդկա իրան հետաքրքիր չի, մարդկով մա, չգիտեմ, ռեհան աճացնի կամ բան կծուբի բար, այդտեղա հաճույք ստանում։ Մարդ էլ կա սիրում ա, որ իր կողքը լինի զրուցակից, իրան սիրող, իրան գնատող, որ ինքը իրան կինս կա կամ տղամարդը իրան տղամարդ կա, որ իրան հիացած աչքերով ինչ որ կին ա նայում։ Ու դա կապ չունի կյանքի որ տարիքում։ Մարդը ծնվել ա, որպեսզի ապրի երջանիկ։ Մարդը ծնվել է, որպեսզի ապրի դասերունդ, այսինքն սիրո պտուղ։ Էդ է մեր կյանքի իմաստը, մնացածը կարաս միած մի տան կայվել ապրես, կարաս ոտով եմ անգաս, մնացածը արդեն լրացումներն են, որոնք մեր կյանքը գեղեցկացնում են, մեր կյանքի որակը։ Դա էլ մեզանից է կախված, բայց համար մեկ պետք է լինես երջանիկ, եւ որ ասում են ռայվ շլաշը, ես հիմա եմ հասկանում, որ դա կա։ Երջանկություն վրանի տակ։ Մարդ կա պալատներում ապրում, չել իմանում ինչ է երջանկությունը։ Աման թող բոլոր լինեն երջանիկ, կարող ես չգիտեմ, չիստը ծիարիցի, չիստը բանի մտածելակերպով, կարողացա երևի թե ասեմ են ինչ ուզում էի, իրականում ես չունեմ այս հարցում մեծ էքսպերիանս, ասում եմ, բայց ունեմ այնքան մուդրես, որ այդ սաղ լավ հասկանում եմ եւ իհարկե քիչ կյանք չեմ ապրել եւ ես ինչ ասում եմ մարդասիրությունից ելնելով, կանանց սիրելուց ելնելով եւ իհարկե մեծ հարգանքը մեր տղամարդկանց, որպեսզի ավելի բավարարված ապրեն, ավելի ճիշտ ապրեն։ Իհարկե ամեն մարդ ունի իր ճիշտը, բայց կան նաև ճշմարտություններ, որոնք կարելի է լսել, փորձել ու տեսնել, հասկանալ, որ կա նաև ուրիշի ճիշտը ընդունելու բան, ինչ ասեմ, ուրիշի ճիշտը ընդունել, օրինակ ինչքան կան խորհուրդներ, որ ընդունում ես։ Այդ ուրիշի ճիշտը, ուրիշի խորհուրդն է, ինչ է, բայց ովքեր որ խոսում են այդ մասին, կարող է այդքան անկեղծ չլինեն, դե ես չունեմ տենց, ինչ ուզում են մտածեն, ես էլ եմ ասում, սա իմ կյանքի փորձից չեմ ասում։ Ես չէ որ ես այնքան սենց ունեցել եմ սերեր ու ճանապարհել եմ, ունեցել եմ, բայց ոչ այդքան, որ այսքան մուդրի լինեմ, ես պրոստը ես տես մուդրից ծնվել եմ։ Ուսյո։ Հիմա ով կուզի թող ընդունի, ով չուզի թող չընդունի, սիրում եմ բոլորին, ուզում եմ բոլորը սիրեն, լինեն սիրված, մեր Սուրբ Սարգիսի տոնը շնորհավոր, մեր Տերն ընթառաջ, որովհետև մեր Տերը, մեր Աստված ասում է սիրեք, սիրեք։ Նախ սիրենք Աստծուն, սիրենք մեզ, սիրենք մեր ընտանիքը, սիրենք մեր կողակցին, ապրենք երջանիկ եւ ունենանք երեխաներ։ Շնորհակալ ենք անչափ բովանդակալից եւ հետաքրքիր զրույցի համար։ Ապրես Ազիզյան, քեզանից էլ եմ շնորհակալ, այսքան հետաքրքիր, տարբերվող համարձակ
ամեն մարդ չէր համարձակվին ցենց հարցեր տալ։